Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-977-521 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուր ընկալել եմ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, հրավեր ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, ինչ իրավիճակ է հիմա մեզ մոտ ըստ ձեզ, եւ որպես զինվորականի, եւ որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում, ուժային կառույցներում, մի խոսքով ինչ է նշանակում այս ամենը։ Թշնամին դադարել է ապատեղեկատվություն տարածել, որ իբր հայկական զինված ուժերը իրենց դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակում, բայց դրա փոխարեն արդեն այս վերջի 2 օրերին բանից պարզվում է ըստ համացանցում տարածված լուրերի եւ հետո Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ մերոնք էլ են որոշակի տեղերում կրակում, բայց դրանք տևական կրակոցներ չեն, դրանք ամեն դեպքում կրակոցներ մեր կողմից եղել են։ Եվ բանից պարզվում է, որ նրանք էլ են մեզ անհանգստացնում։ Կրակում են Գեղարքունիքում, կրակում են Սյունիքում, իհարկե ոչ տների վրա, օդում, կտուրներին, բնակիչների վրա կրակոցներ չկա։ Այս ամենը ինչ է նշանակում, երբ զուգահեռ մենք խաղաղության պայմանագիրը, որ դարձավ խաղաղության համաձայնագիր, այդպես թափահարում ենք եւ ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք պատրաստ ենք ստորագրելու այն։ Շնորհակալություն, շատ մի քանի հարցը մի քանի կողմից է բաղկացած, այո, շատ բարդ էր։ Ուրեմն այսօր գիտենք, որ ամբողջ աշխարհակաղակական բաները փոխվել է, ամբողջ աշխարհը բանի մեջ է պատերազմի։ Մենք գնում ենք, մենք այսօր ամբողջ մոլորակում գնում է 4-րդ համաշխարհային պատերազմը, հələ ոչ մեկ չի զգում 4-րդ համաշխարհային պատերազմի դրա բաները, կողմերը, դրա վատ եւ լավ կողմերը։ Ասեմ մի բան, եւ նաեւ այդ ամենը անդրադառնում է Հայաստանի վրա շատ բան։ Իսկ Հայաստանի վրա անդրադառնալով բոլոր տեսակի այդ դժվարությունները, կրակոցները, ապատեղեկատվությունը, միջազգային ոլորտների այդ անցուդարձը բոլորը կապտված է մեր դիվանագիտական աշխատանքների թույլ լինելու պատճառով։ Այսինքն, եթե ժամանակին, ճիշտ ժամանակին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները կարողանար դիվանագիտական կորպուսը իր դիվանագետների միջոցով տարբեր երկրներում կարողանար ճիշտ ժամանակին կազմակերպել բոլոր տեսակի ապատեղեկատվությունների մասին, բոլոր տեսակի բաների մասին, մենք ոչ մի Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի միջազգային իրավական նորմերից չի օգտվել, անընդհատ այս պատերազմ 20 թվականի պատերազմից հետո վախի կարգավիճակով, թույլ, անկարող, վախկոտ, այդ տեսակի այս հզոր ազգը ընկել է այդ տեսակի կարգավիճակի մեջ։ Ինչի պատճառով, հարգելի մեր իշխանությունների պատճառով։ Որովհետև ճիշտ ժամանակին իշխանությունները չեն տանում այն աշխատանքները, որ բան անեն։ Դες հասարակ Մարի ջան, այսօր խաղաղության պայմանագիրը ընկել է Հայաստանը։ Ինչը խաղաղության պայմանագրին անցնել է սահմանային գոտում փաստորեն կրակոցներ եւ դուք ջոկատներ ունեք Գեղարքունիքում։ Մենք ունենք անպայման ջոկատներ ունենք այսօր Գեղարքունիքում եւ նաեւ Ղափանում ներքին հանդում ունենք ջոկատներ, որոնք որ երկրապահի հետ համատեղ ծառայություն են կատարում, մարտական հերթապահություն եւ ասեմ մի բան։ Սկզբնական 3 օրը, որ Ադրբեջանը ապատեղեկատվություններ տարածում, որ կրակում են Հայաստանի կողմից, որը որ կրակոց չի եղել, եւ ամբողջ համաշխարհային հանրությանը, միջազգային Եվրոպայի եւ Ամերիկային լսացնում էր, որ Հայաստանը աղերսում է խաղաղության պայմանագիր եւ խնդրեմ, խախտում է կրակում է։ Չէ՞ որ մենք ունենք միջազգային դիտորդներ, որոնք որ հերքեցին։ Այո, միջազգային դիտորդները դիտորդական առաքելություն են իրականացում Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն անընդհատ մեկ շաբաթ շարունակ Ադրբեջանի կողմից Արտանիշում, Մովսես գյուղից, Զոդի տարածաշրջանում իրանք կրակոցներ են բանում 3 օր շարունակ գիշեր-ցերեկ կրակում են։ Ճիշտ է, ուղիղ, ասեք, բանով չեն կրակում, ասեք, անհատական, այո, կրակում են օդի մեջ, կրակոցներ են թողնում վախցնելու նպատակով։ Իսկ մեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը լրում է դրա մասին եւ ամբողջ աշխարհին իլուր չի տանում, որ Ադրբեջանը դա խախտում է, անում է, կրակում է մեր վրա, մենք ձեն չենք անում։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն նա գիտեք որ վարչապետի հրամանը կա հրադադարը չխախտելու։
հարգելիս վարչապետի հրամանը 20 թվի պատերազմին էլ եղել չկրակելու հրաման հետ դարձեք, որովհետև եւ ազգը գցեց այս կարգավիճակի մեջ։ Նույն վարչապետը, եթե հնարավոր, եթե բան ուներ, նույն վարչապետը երբ որ ազգային ժողովում ելույթեր ունենում, հարգելի մարի, ելույթեր ունենում, բանի ժամանակ որ պատգամավորներ ասեցին նախագաների կա ԵԱԿ-ի Մինսկի խմբի բանաձևերը կա, որը միշտ գնացել են բանակցությունների 30 տարի բանակցել են, որ Արցախը ունենա իր կարգավիճակը, Արցախը ունենա իր ինքնորոշման իրավունքով կարգավիճակը եւ դրել էին դեմը, հարց տվեցին, ինչի՞ չէ շարունակում այդ ԵԱԿ-ի Մինսկը 30 տարվա չարչարանքը, որ արել են նախկիները, բա սրանք նախագաներ են ստորագրել։ Ես նախագահ չեմ։ Ես Հայաստանի Հանրապետության նախագահ եղել եմ մի հատ ժեստիկուլյացիայով բանով, որովհետեւ անգամ եղել եմ, խնդրեմ բացատրեք, ես նախագահ եղել եմ, ուրեմն հարգելիս այդ նախագաները Հայաստանի Հանրապետության նախագաներն են եղել։ Դու ու որտեղի վարչապետն ես։ Երկրի կարգավիճակը փոխվել է, նախագահականից դարել է պարլամենտական երկիր եւ վարչապետը այսօր դու վարչապետն ես Հայաստանի Հանրապետության։ Դուք հանդիսանում եք իրավահաջորդը այդ նախագաների։ Դուք պարտավոր եք այդ որպես իրավահաջորդ այդ շարունակությունը շարունակեիք եւ հանգուցալուծեիք Լեռնային Արցախի հարցը։ Ինչու չարեցիք։ Բլավ դուք կապ չունեք այդ նախագաների հետ։ Դուք նախագահ չեք եղել։ Դուք ո՞ր երկրի վարչապետն եք։ Սինգապուրի վարչապետն եք, թե Ուզբեկստանի վարչապետն եք, որ դու կապ չունեք, դու նախագահ չես եղել, կապ չունես։ Դու իրավահաջորդը չես հանդիսանում այդ նախագաների, հարգելիս։ Բա ի՞նչն ես հանդիսանում։ Որտեղի Մոզամբիկի վարչապետն ես, դու կապ չունես Հայաստանի հետ եւ Հայաստանի նախկին նախագահների եւ ԵԱԿ-ի Մինսկի խմբի 30 տարվա չարչարված այդ բանաձևի հետ։ Խնդրեմ, սխալ, առաջինը։ Երկրորդը, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է եւ ամբողջ Հայաստանի իշխանությունները հայտարարում է, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Խնդրեմ, ուրեմն դա իր կարծիքն է հայտարարել է։ Ասեք լավ, ասել է, հայտարարել է եւ մնացածները բոլորը շարունակում են հիմարավարի վարչապետի բանը եւ ժամանակ։ Խնդրեմ, ցույց տվեք իրավական փաստաթուղթ։ Իրավական Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունել է, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Կա նման փաստաթուղթ։ Մեր սահմանադրական դատարանը վավերացրել է, հանրաքվե եղել է Հայաստանի Հանրապետությունը, որ այո, մենք համաձայն ենք, որ լինի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Կա նման փաստաթուղթ։ Եթե կա նման իրավական փաստաթուղթ, Ադրբեջանն էլ է հիմար, դրանք ոչխարը ապուշ են։ Լավ ցույց տուր մի հատ փաստաթուղթ, այն որ ասում Պեպոյի բարատ։ Բարատ, այստեղ կարելի է հիշել այս Պեպոյի բարատ։ Ադրբեջանը բարատների վրա թքած ունի, եթե ուզում է ինչ-որ մի բան եթե իրավական փաստաթուղթ կա, որ Հայաստանը հանդիսանում, ուրեմն Նիկոլ Փաշինյանի այդ կարծիքը, այդ հիմար կարծիքը, որ արտահայտել է, որ Ադրբեջանի մասը ոչ մի իրավական հիմնավորում չունի Հայաստանի Հանրապետությունում, հակառակը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ամենագրված է, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի անբաժանելի մաս։ Կա իրավական փաստաթուղթ, կա Գերագույն խորհրդի փաստաթուղթ։ Դրա համար էլ այդ փաստաթուղթը եւ նաեւ դրա հետևանքը կա նաեւ պատժող փաստաթուղթ 1991 թվականի հուլիսի 16-ի Գերագույն խորհրդի ընդունած որոշումը այն պաշտոնյան, այն անձը, այն Մարդը, որը որ ճանաչի Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, դա որպես դավաճանություն պետք է դատապարտվի Հայաստանի Հանրապետության օրենքով, որպես դավաճան։ Խնդրեմ, կա փաստաթուղթ, չկա։ Մյուս բաները, ուրեմն մենք երբեք իրավական փաստաթուղթով չենք շարժվել, հարգելի Մարի։ Մտես Հայաստանը արագ հարակցեց ոտու ձեռնարկած բան, վավերացրեց Ռոմի ստատուտը։ Ինչի համար ոտու ձեռնարկած միակողմանի համաձայն ենք ինչի համար Ռոմի ստատուտը վավերացրեց։ Ռոմի ստատուտը վավերացրեց ինչի Հյուսիսային Կորեայի Կիմ Չին Յի, որ ձերբակալ էր, թե Էրդողանին, ում համար է բանանում։ Ալիևի համար չէ, եթե արեց, լավ, բարի, արեց ստատուտը, Ռոմի ստատուտը վավերացրեցին։ Իհարկե Պուտինի համար չէին անում, դա միանշանակ։ Անում էին Ալիևի համար։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, արտաքին գործերի նախարարությունը չդիմեցին Հաագայի միջազգային քրեական դատարան, որը որ նախկին միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Օկամպոն 100 անգամ հայտարարություն արեց իօգուտ Հայաստանին։ Ասես դիմեք, եթե նրանք դիմեին Ալիևի որպես ցեղասպան, Ալիևի որպես ռազմական հանցագործ, այդ Ռոմի ստատուտով դիմեին միջազգային քրեական դատարան, այսօր հայտ ներկայացնեին մենակ։
Այսօր Ալիևը վազելով կարեր ամեն ինչ ցկաչոք կաղերցեր համ ազատ համ խաղաղության պայմանագիրը համ ամեն ինչ։ Ինչի համար, որովհետև եթե ստատուտը բարեր արը ներկայացնում էր, ուրեմն բոլոր երկրներում Ալիևի համար զապրետ կլեր, եթե միջազգային քրեական դատարանի որոշում լիներ։ Ինչու չարեցի որ կոզերը լիներ ծերը թափարեր։ Այսօր ինչ էր անում։ Բաներ անում, Մուրճով հեկալել էր Քարոզարշավի Նիկոլ Փաշինյանը կտրիչ դավոր էր դարը գլխներից։ Հայեսա Մուրճով կտավ գլխին ես կանեմ, ես կանեմ։ Եվ այս իրաց հիմար քայլերով, իրաց ան ողնաշար քայլերով, անմեղսուրակ քայլերով Հայաստանը կանոնացրել էր կրախի առաջ։ Եվ այդքան զոհեր, այդքան բար եւ այսօր գերիներ։ Գերիների համար ինչ էին անում։ Վազելով կտար Ալիևը քու գերիները։ Հայաստանի իշխան տարածքի կլակեր կգնար։ Արգելիս Երեկ էլ Ալեր Սիմոնյանը հիշեցրեց, որ մենք 100-ից ավելի գերիներ ենք ունեցել եւ նրանք վերադարձել են։ Պարզապես աշխատել է պետք եւ ժամանակ է պետք։ Եվ նույնիսկ խաղաղության պայմանագրի հետ չպետք է կապել գերիների հարցը, որտեղ խաղաղության պայմանագիրը կարող է ավելի ուշ կնքվել, բայց գերիներին կարողանանք շփվել։ Ալիևը խաղաղության պայմանագիրը բան անում իր դիմաց, որպեսզի նա փոխի սահմանադրությունը պահանջներ ունի։ Եվ այլ բաներ, ներողություն։ Հայաստանը այդ խաղաղության Հայաստանը ինչի դիմացա, ինչ է ստանում դրա դիմաց։ Խաղաղություն։ Հարց։ Խաղաղություն ստանում։ Խաղաղություն ստանալը շատ կարճ է տևալու, հարգելիս։ Կարճ է տևալու ինչի համար, հարգելի Մարի, որովհետև նա հաղթող կողմն է, միշտ թափարելու է, սունիկտ է ուզելու, ճանապարհ է ուզելու, սա է ուզելու, նա է ուզելու, նա է ուզելու։ Ուրեմն իմացի, խաղաղության պայմանագիրը, հարգելիս, ես ասեմ միացած, ուրեմն հին աշխարհի Կարթագենի զորավար Հանիբալ Բարկոն լավ միտք ունի, լավ հանճարեղ միտք ասե խաղաղության վերաբերյալ։ Հանիբալ Բարկոն, ուրեմն Կարթագենի այդ հին զորավարը ասել է որ խաղաղությունը պետքա կնքես Թշնամու հողում, Արյունո դիերի սարի կողքին կնքես խաղաղության պայմանագիրը, որ ոչ թե դու խնդրես, այլ Թշնամի խնդրի քեզ, աղերսի քեզ, որ չճշես, չսպանես, չբռնաբարես եւ չմաստատես նրան։ Այդ դա է ասածը, տես խաղաղության պայմանագիրը այդպես է ստորագրում։ Այսինքն Ալիևը այդպես տրամադրված Ալիևը տրամադրված է Հանիբալի այդ Կարթագենի Հանիբալի բաներով է կապել։ Իսկ Հայաստանի ինչ անում։ Ցնկաչոք գնա այդ բանի կզած խաղաղության պայմանագիր ստորագրի։ Ուրեմն մեզ խաղաղության պայմանագիր պետք չի, հարգելիս։ Այս տեսակի խաղաղության պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը պետք չի, մեզ լինի մեկ պետքա ուրեմն ասեմ ինչա։ Միակ բանը։ Անապաղ Հայաստանի իշխանությունները, արտաքին գործերի նախարարությունը, դատախազությունը, անապաղ հայտ է ներկայացնում Հագայի միջազգային դատարան եւ միջազգային քրեական դատարան։ Ալիևին 1978 թվականին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում ջարդերի համար, ցեղասպանության համար եւ 20 թվականին այդ ամեն ինչի համար 90 օրյա բլոկադայի համար, որ մարդիկ սովորում եղան եւ 4000-ից ավել զոհերի համար եւ բոլոր տեսակի ապօրինությունների եւ գազանությունների, վայրագությունների վերաբերյալ ներկայացնում է Ալիևին որպես ռազմական հանցագործ։ Այստեղ գործի է դնում Ռոմի ստատուտը, ոչ թե ձևական այերի աչքի թոս փչեր փակեր, այլ իրական գործի են դնում։ Եվ Մինչև այդ գործընթացը լինի, Ադրբեջանը մի քայլ է ընդամենը մեր սահմաններից այն կողմ։ Եվ հնարավորությունների մասին մենք էլ գիտենք։ Ճիշտ է, մենք չպետք է ասենք, մենք նրանցից ինչ որտեղ վախենում ենք եւ այլն, չպետք է այդպես լինի, բայց պետք է ամեն դեպքում հնարավորությունները, այսպես ասած, հաշվարկել, ռիսկերը։ Ուրեմն մենք պետք է Այն դեպքում որ հայտերի հետ կապված են, մենք արդեն պատրաստ ենք հետ կանչելու, եթե լինի այսօր Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական ստրատեգիական քայլերով Թշնամուն պետք է անպայման շտաբում Թշնամուն ոչնչացնի, առաջին հարձակվողը միշտ օգտվում է։ Ուրեմն չվախենա պատերազմից։ Ուրեմն միշտ Հայաստանի, եթե ուզում ես Թշնամին վախենա եւ հաշվի նստի ձեր հետ, հարգելի Մարի, միշտ պետք է դու ցույց տաս Թեկուս եթե չկարող ցույց տաս, որ դու պատրաստ ես պատերազմի ամեն րոպե կարող է հարձակվել եւ մեզ վրա կարող է շատ թանկ նստել, պարոն Ոչ, չի նստելու, ռիսկը հաղթանակի կես տա, դուք տա բերում հաղթանակ։ Պետք է ամեն րոպե, ամեն վայրկյան Ալիևը զգար, որ Հայաստանը հեսա, վայ այսօր գարցակվի։ Վայ այսօր Հայաստանը այսօր նորից Ալիևը մեր հողում է նստած։ Ներողություն։ Այսօր, տես մեր հողում են, չէ՞։ Բանը միջազգային 3 երրակողմ հայտարարությունը որ
բան արեցին եւ այսօր էլ որոշ բաներ, որ ասում են նորից հարթակ տրամադրի Ռուսաստանը Մոսկվան գնան պայմանագիր կնքեն, ուրեմն տես երակող պայմանագիրը հարգելիս, երակող պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը, որ կնքեց Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ 20 թվականին, դա նախ առաջերտին ոչ լեգալ պայմանագիր էր, եթե երակող պայմանագիրը պահանջները այլ էր, Տիկին Մարի, ուրեմն բոլոր զորքերը մնում են տեղում, առաջ չեն գալիս միանգամից, բոլոր գերիները փոխանակվում են, ամեն ինչը լրիվ, ուրեմն բոլոր ու Ադրբեջանը ոչինչ չի ձեռնարկում, ոչ էլ Հայաստանը ձեռնարկում, գնում է խաղաղության պայմանագրի։ Հակառակը ոչ մի կետ ամսի 9-ի պայմանագրի ոչ մի կետ Ադրբեջանը չարեց, հակառակը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, խաղաղապաներ, այդտես այստեղ խաղաղապաներ որ կային, եկան Հայաստանը չի իրավիրե Իրանք եկել են խաղաղապահները, Ռուսաստանը մտել է որպես խաղաղապահ ու չի արդարացրել եւ խաղաղապահ առաքելությունը չի իրականացրել։ Ադրբեջանը չի հաստատել միջազգային մասշտաբով ռուսների որպես խաղաղապահ, միայն Հայաստանը համաձայնව հաստատել է։ Եվ առաջին, երկրորդը, երակող միջազգային պայմանագրերը, ես միշտ ասել եմ, նորից ասեմ, կրկնությունը գիտության մայրն է։ Միջազգային պայմանագրերը երբ որ կնքվում է, ուրեմն բանում միավորված ազգերի կազմակերպությունում կա միջազգային պայմանագրերի պետ ռեգիստր։ Այդ պայմանագրերը պետք է գրանցվի, որպեսզի իրավական ուժ ունենա եւ ամբողջ աշխարհը Եվրոպան նստի դրա հետ համատեղ, բայց չի բանանում, հարգելիս։ Այսօր տես Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ուզում են իրաց շահերը ունենալ թե Հայաստանում, թե Եվրոպայում եւ թե Ուկրաինայում։ Ուրեմն դա Թրամփը բիզնեսմեն, հա, նա բոլոր տեսակի թե պատերազմների, թե բանին, դա հիմա բիզնեսմենի աչքերով։ Տես հասարակ մի հատ խնդիր Զելենսկին գնացել էր, ասում է պետքա հանքերի կեսը տաս ինձի, որ ես կարողանամ քեզի օգնեմ։ Հրաժարվեց մարդը։ Տղամարդկություն ունեմ հրաժարվեց։ Նույնը Ռուսաստանի հետ պայմանագիր կապ այո, նույնը Ռուսաստանին ասում է, բարը տուր ինձի, Ռուսաստանը անցարայից երկիրը հարուստ ամեն ինչով։ Ինձի էս կտաս, այն կտաս, ես բան կանեմ, քեզի կստոլագրեմ խաղաղության պայմանագիր ու խաղաղություն կհաստատեմ քեզի բան։ Տես շահ Մեզանից ինչ է ուզելու։ Մեզանից ինչ է ուզելու, մեզանից տես, մենք ասում ենք, չէ, ասում ենք, որ Պարսկաստանը մեզի հարևան երկիր է, մտահոգ է, Սյունեքի կորիդորի եւ ամեն ինչի համար չի թողնում, թույլ չի տալիս։ Եվ արտգործնախարարն էլ երեք նորից հաստատեց։ Եվ Ռուսաստանը մեզի հավատարիմ է 100 տարվա մեր ռազմավարական գործընկերն է։ Հարց 24 թվականին, երբ որ Ռուսաստան եւ Պարսկաստան պայմանագիր կնքեցին գազի պայմանագիր։ Գազի պայմանագիրի ինչու Ռուսաստանը Բանից որ մտնում է Դաղստանից, Ադրբեջանով տարան Պարսկաստան եւ հակառակը Պարսկաստանից Ադրբեջանով տանել Ռուսաստան։ Ինչու շրջացեցին այդ երկու հարևան մեզի հարազատ երկրները Հայաստանի Հանրապետությունը։ Հարց ինչու շրջացեցին Հայաստանի Հանրապետությունը այդ գազի ծրագրով, որպեսզի գազապարովոդը Հայաստանով ասներ։ Ինչու շրջացեցին։ Եթե հարազատ են մեզ, ուրեմն մեզ հարազատ չունենք։ Կա շահերի բախում, կա շահեր։ Ուրեմն թե Ամերիկայի Միացյալ Նահանգներ թե այստեղ մի հարց կա։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը ունի ուժեղ սփյուռք։ Այդ սփյուռքի պոտենցիալը չի կարողանում միջորես ճիշտ օգտագործել ոչ մի նախագահ, ոչ մի անկախ Հայաստանի իշխանությունը չի կարողանում ճիշտ օգտագործել Հայաստանի Հանրապետությունը։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունը ես բազմաթիվ անգամ ասել եմ, բազմաթիվ անգամ եւ նորից կրկնեմ։ Ուրեմն ընդունենք Թուրքիան, Ադրբեջանը, ես իմ Պակիստանը, Իսրայելը, սա Ադրբեջանին օգտվում էին, այսօր Էրդողանը նորից։ Իմիջայլոց դա մեր բանը, Աստվածը պատժելու է, դες դեր քաղաքական իրավիճակը կսրվել է եւ բացառվաշի որ Թուրքիայում հեղափոխություն կլինի։ Բացառվաշի։ Դրա համար Ալիևը բան անում։ Ողորտում է որպեսզի մենք չարցակվենք, բան չանենք, որտեղ իրան օգտող չունի։ Թուրքիան արդեն չի կարող օգնել։ Ուրեմն Տիկին Մարի, այստեղ բանը աշխարհը քաղաքական իրավիճակից ելնելով մեր Հայաստանի մեր սփյուռքը կարող է բան անել։ Դες թեկուզ 20 թվի պատերազմին։ Հասարակ բան, մեկ խնդիր չունենք, չէ՞։ Ասեք, ինչ էր անում։ Ինչ էր անում Հայաստանի Հանրապետությունը։ Զեքերը ուղղում էր Բաքու Ջեյան նավթամուղի գազամուղին եւ Մեգեչաուրի գեսին։ Ռակետները նավոդկա տալիս էր ուղղում էր։ Արբանյակից մի անգամից իրանք ֆիքսում էին, տենում էին։ 3 րոպեով վազելով անում էին ամեն ինչ։ Անում էին ամեն ինչ, ինչի չարեց, կոզերը իրա ձեռներ, ինչն էր պահե, այսքան զոյերի, հազարավոր տղաների, երիտասարդ, մի սերուտ, երկու սերուտ տղաների ոչնչացումներ մեզի ձեր տալիս, թե Հայաստանը բերելցակի օջախին, այս հզոր երկիրը, որ աշխարհի գիտական պոտենցիալի 80%-ը հայերն են ստեղծել, այս հզոր, այս ավետաց երկիրը բերել հասցնել այս 10 ճարին, միթե կարելի է,
Այս բացի սուկու վայրասուրից պիկա թանկացումներ, ես ինչ հայտարարը գրել, ես ինչ ուրեմն մի միջայլոց հայտարարը գրել մասին։ Հայտարարագրերի մասին կխոսենք կարճատև գովազդային դադարի դուրս գանք պարոն Սարգսյան եւ հեռախոսազանգեր ունենք, փորձենք նաեւ հեռախոսազանգերին պատասխանել գովազդից անմիջապես հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է գնդապետ Գրիշա Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, եթե ամփոփենք այս անվտանգության հետ կապված խնդիրները, դուք հաստատում եք, որ եթե լինեն արդեն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ, իսկ լայնամասշտաբ պատերազմ կարծես թե այս պահին դուք բացառում եք չի լինի, 3-ից ընդամենը 5 րոպե է պետք նրան համարժեք պատասխան տալու համար։ Միանշանակ հարգելի Մարի, ասեմ մի բան։ Այսօր Ռուսաստանը շատ խառն է իր խնդիրները չի կարող լուծել Ուկրաինայի հետ։ Թուրքիան հեղափոխական ճանապարհին է չի կարող բանանել եւ ամեն ինչը Իսրայելը իր խնդիրներն ունի։ Այսօր ճիշտ ժամանակն է, որ ռազմավարական, ստրատեգիական հակահարված տալ Ադրբեջանին։ Այսինքն բոլոր տեսակի ռակետները ուղղել Բաքու-Ջեյան նավթամուղին, գազամուղին եւ Մեգեչարյուրի գեսին։ Եվ այսօր միանգամից մի հատ պատասխան տալիս ենք Ադրբեջանին ու վերջնականապես Ադրբեջանի հարցը լուծում ենք ու Ադրբեջանը մնում է իր տեղում ու ծնկաչոք խնդրը աղերսում է մեզ բան ինչպես մեծ Ալիևն էր աղերսում որ Բաքու չմտնեն այսօր էլ իր որդին է աղերսելու Վստահ եք ասում պարոն Սարգսյան հետևանքները ուրեմն ուժ է ծնում իրավունքը ուրեմն եթե մահանալը կա խրխրալս որն է Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն նսեմ ասած ապրենք կզած վիճակում, կարգավիճակում ապրենք թույլ, անկարող, ես իմ ամեն ինչից զուրկ, ամենավերջի այն ստրուկի կարգավիճակով ապրենք լավ է, քանստի ապրենք մարդավայել, մի տարի, 2 տարի ապրենք, քանստի ինչ-որ ապրենք ես իմ ինչի պես։ Հասկանում եք, ուրեմն տես ես կներեք 1000 ներողություն կոպիտարի օրինակ եմ բերում։ Ավելի լավ է ցուլի պես ապրես Կաստե կովի պես ապրես 100 տարի, ցուլի պես ապրի մի տարի, կաստե կովի պես ապրես։ Չի կարելի։ Ուրեմն տես, երբ որ աղերսում են, բան են անում, ուրեմն երբեք
աղունիկները խաղաղություն չեն կարա բերեն, ուզում ես 100 սպիտակ աղունիկ բաստող, արծիվներ է խաղաղություն բերում, որ բոլոր տեղը բզկտում են, բոլոր տեղը անում են, նույնիսկ արուստերի վրա էլ հարձակվում են, միայն, հակահարված տալ, բլ, իզեն ի գործ, ուրիշ ոչինչ, ուժ է ծնում իրավունքը, չի կարելի վախտալ, ոչ մի բանից, ռիսկը հաղթանակի կեսն է, դուխը հաղթանակի կեսն է, դրանք ոչխարները չեն կարող իրաց եղած զեքել օգտագործեն, միանշանակ կոզերը մեր ձեռն է, կոզերը մեր ձեռն է։ Զանգ լինելու դեպքում պարոն Սարգսյան կփորձենք պատասխանել նաև զանգերին, հիմա այս պահին չեն երևում։ Եվ մի հարց էլ, եթե խաղաղության համաձայնի ագիրը արդեն պատրաստ լինի Բաքուն ստորագրելու, ըստ ձեզ որտեղ պետք է ստորագրվի եւ արդյոք առանց միջնորդների թե պետք է միջնորդություն ամեն դեպքում։ Ներողություն ասեմ մի բան։ Նախ խաղաղության պայմանագրի նախագիծը որևիցե մեկը տեսել է, ոչ։ Դե խոստացել են պետք լինելու դեպքում կհրապարակեն։ Խաղաղության պայմանագրի մեջ գերիների ազատում չկա, առաջին։ Խաղաղության պայմանագրի մեջ արցախցիների վերադարձը իրենց հատուկ կարգավիճակով չկա։ Դե Արսեն Թորոսյանն ասում էր սա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Ինչի մասին, ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, հարգելի, ես նորից եմ կրկնում, խաղաղության պայմանագիրը, այստեղ էլի նորից Հանիբալի բանը խոսքերը բերեմ, ուրեմն Կարթագենի Հանիբալ, խաղաղության պայմանագիրը ստորագրում են ոչ թե քո հողում, պարտվածի հողում, այլ պետք է հաղթես, հաղթանակով հաղթես եւ արյունոտ դիակների կողքին կնքես պայմանագիր թշնամու հողում, խաղաղության պայմանագիր, որ թշնամին վախից սարսափի գիտի իմանա, որ դրանից հետո ամեն մի վարքյան կարող է ճնշել իրան, սպանել, մորթազերծ անել։ Դա պետք է։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ գերիների ազատում չկա, եթե խաղաղության պայմանագրի մեջ արցախցիների վերադարձը չկա, եթե խաղաղության պայմանագրի մեջ Հայաստանի ինքնիշխան տարածքի ազատագրումը չկա, ինչ խաղաղության պայմանագրի մասին է պայմանագիրը այդ մնացածն արդեն ուրեմն հարգելի խաղաղության պայմանագիրը այդ բոլոր կետերը, որ ես թվեցի, պետք է ԵԱԿ-ի Մինսկի խումբը մի 4 կա գործում է եւ մեծ լիազորություններ ունի իրավական ուժ։ Բայց Ադրբեջանն էլ հենց դրա մասին է, շատ փոքր պետություն է, որ ասում է լուծարել։ Իսկ մեր այս անմեղսունակները պետք է չգնան այդ քայլի։ Ոչ բոլոր հայտերը հետ բերեն։ Եթե հայտերը հետ բերի, դա կլինի ճակատագրական Հայաստանի Հանրապետության համար, ինչպես Արցախը կորցրին, այնպես էլ Հայաստանը կորցրեն։ Չեն հասկանում, որ դարավոր Թուրքիան ուզում է իր Թուրանի ծրագիրը իրագործել, չեն հասկանում սրանք։ Այս քրիստոնյա աշխարհը չի հասկանում, հասկանում են լավ էլ, ուրեմն պետք է անպայման միանշանակ ԵԱԿ-ի Մինսկի խմբի ներգրավել, Հայաստանը պետք է հետամուտ լինի, ամենահզոր գերտերությունները, որոնք որ կային, Ֆրանսիան, Ամերիկան, խաղաղության պայմանագրի գարանտը պետք է լինի միջազգային կառույցները, ԵԱԿ-ի Մինսկի խումբը, Ամերիկան, Ֆրանսիան եւ այլ տերությունները։ Ռուսաստանը կարող է մասնակցել, բայց զայնի ուժ չի ունենա, եղել է ժամանակին, խիչ էր անում։ Առաջինը, երկրորդը, ուրեմն բոլոր այդ ընդգծված կետերը պետք է լինեն խաղաղության պայմանագրի մեջ ու իրագործվի։ Եթե Հայաստան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան անեն այդ պայմանագիրը, չի իրագործվելու։ Հագայի միջազգային դատարանի եւ կա միջազգային քրեական դատարանի հարյուրավոր որոշումներ, վճիռներ։ Ադրբեջանը կատարեց իրամսյա բլոկադայի շրջափակման համար, ճանապարհի շրջափակման համար, ամսինի պայմանագիրի չկատարելու համար եւ այլ Հայաստանի իշխան տարածքը ներխուժելու համար կատարեց Ադրբեջանը։ Ու նույնպես խաղաղության պայմանագրի համար հեչ բան է։ Սա փոշի է, որը որ հայազգի խափում են Հայաստանի իշխանությունները։ Պետք է մեծ նվա խաղաղություն։ Այդ փոշին էլ չեն իրենք այդ հեշտությամբ, որից են խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի միջազգային գերտերությունների գարանտի իման վրա։ Այսինքն ԵԱԿ-ի Մինսկի խմբի Ամերիկա, Ֆրանսիա եւ թող Ռուսաստանն էլ մասնակցի։ Անպայման լինի դրանց ներկայությամբ եւ ընդգծել խաղաղության պայմանագրի ընդգրկի բոլոր կետերը, որովհետեւ դրանք ստիպեն Ադրբեջանին կատարելու։ Թե չէ ով է ստիպելու Ադրբեջանին։ Դա լսենք մեր հեռուստադիտողներին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Մարի։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես պարոն Սարգսյանին երկու հարց ունեմ տալու։ Հարգելի պարոն Սարգսյան, դու ամենապատվավոր ազգասեր հայ մարդն ես։ Ես մի երկու հարց ունեմ։ Խնդրեմ հարցը ձևակերպեք։ Okay։ Ես առաջին հարցս ես ուխտացել եմ, որ եթե մեր ազգի մեջ մի հատ հայ կա, որ կդառնա նոր վարչապետ, ես 10 հատ ոչխար եմ մորթելու։ Ես ուզում եմ այդ երիտասարդին տենամ, դες պոյով, բուսատով,
խելացի, զինվորական, ասեց ապե բարով հայասեր, այսպես միան մարդ եմ ուզում դենամ, և ուզում է դենա պահուսակցակ, որ այդ վարչապետը ատամները լվանա։ Լավ, արդեն խնդրել եմ, չէ, նման հայտարարություններ մի արեք։ Մի հեռուստադիտողին էլ լսենք, որից հետո ես նախկինի հարցը ձեզ կուղեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ Գնդապետ Սարգսյան, պարոն Սարգսյան, ինչքան հասկանում եմ դուք ռազմական արվեստի մասնակից եք, ոչ թե միջազգային հարաբերությունների, դուք ասում եք, որ ինչ փաստաթուղթ կա, որով Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, հիշեցնեմ, մինչև հարցը տալը, որ բոլոր ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներով Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարվում, որ Ալմաթայի այդ հռչակագրով Ադրբեջանի եւ բոլոր ռեսպուբլիկաները ճանաչում են միմյանց սահմանները եւ գոյություն ունեցող սահման ուրիշ բան չի կարող նշանակել եւ 89 թվականի ձեր նշած այդ խորհրդային Հայաստանի օրենքը դա առողջին չէ, որտեղ դա ընդունվել է ոչ անկախ Հայաստանի կողմից եւ չի հաստատվել ՍՍՄ-ի կողմից։ So ինչ փաստաթղթի մասին եք դուք կամ ինչ փաստաթղթ եք ուզում։ Շնորհակալություն։ Մեկ հեռուստադիտողի լսենք եւ սկսենք հարցերին պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք։ Լավ, այս զանգը չստացվեց։ Ինչ փաստաթուղթ եք ուզում։ Ուրեմն հարգելիս, ես միջազգային ոլորտի մասնակից չեմ, բայց իրավաբան եմ, ուսումնասիրել եմ բոլոր իրական փաստաթղթերը, ասեմ միանշանակ։ Ուրեմն 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի Արցախի գերագույն խորհուրդը եւ Շահումյանի գերագույն խորհուրդը նամակով դիմել են Ադրբեջանի գերագույն խորհրդին եւ Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդին, որպեսզի դուրս գան Ադրբեջանի կազմից։ Ուրեմն նաև դիմել են խորհրդային միության, սովետական միության գերագույն խորհրդին։ Ուրեմն սովետական Ադրբեջանը մերժել է Արցախի Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհրդի որոշում մերժել, ասել է ոչ, մենք համաձայն չենք, որ դուք դուրս գաք։ Ուրեմն սովետական միության սահմանադրական դատարանի վերահսկողության կոմիտեն անմիջապես կանչել է Ադրբեջանին Մոսկվա եւ ասել է. դուք խախտում եք սովետական միության սահմանադրության այսինչ հոդվածները, որովհետեւ սովետական միության սահմանադրությամբ արձանագրված է հստակ, որ ամեն մի ինքնավար մարզը, ինքնավար պետությունը իրավունք ունի դուրս գալու այդ երկրի կազմից եւ իրավունք ունի մտնելու այդ երկրի կազմի մեջ։ Կա իրավական փաստաթուղթ։ Դրանք ասել է դուք խախտում եք սովետական միության սահմանադրությունը, Արցախը արդեն դուրս է ձեր կազմից։ Օրենքով սահմանված կարգով հանրաքվեով Ադրբեջանի կազմից 88 թվականին դուրս է եկել Ադրբեջանի կազմից։ Մնացել է սովետական միության կազմին։ 1991 թվականին, երբ որ Արցախը անկախացավ, այդ ժամանակ Արցախը դուրս է եկել ոչ թե սովետական Ադրբեջանի կազմից, այլ սովետական միության կազմից ինքնորոշման իրավունքով։ Իսկ Ալմաթայի պայմանագիրը, հարգելիս, այո, Ալմաթայի պայմանագիրը ԱՊՀ, երբ որ լուծարվեց սովետական միությունը, ԱՊՀ անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու կարգավիճակ էր եւ դրանք ստորագրել են դա, իսկ երբ որ ստորագրել են այդ ժամանակ Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Հարգելիս, դա միջազգային կա, եթե կա նման փաստաթուղթ, ցույց տվեք, ես տեսնեմ։ Չկա նման փաստաթուղթ։ Լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո Մարի ջան։ Ողջունում եմ ձեր ուղին։ Պարոն Սարգսյան, ես կասկած չունեմ, որ դուք հայրենասեր եք մեծ, բայց ձեր որոշումները շատ կտրուկ են, մի քիչ վտանգ կա մեջը։ Օրինակ, եթե հայերը չեք կարծում, որ գազամուղը եթե խփեին, հետո այդ գազամուղից օգտվող պետությունների հետ մենք թշնամություն էինք ունենալու, կամ եթե նավթահորերը խփեին Բաքվի, British մեր պրոբլեմը, ես կարծում եմ ավելի կշատանար այդ երկրները կսկսեին մեր ձեմ տակից գործել եւ մեզ համար չեք կարծում, որ բավական մեծ վտանգ կրներ այսքան։ Շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալություն, ես ասեմ հրստերի համար, հարգելիս։ Ուրեմն 7 երկիր գազանաբար հարձակվել էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի վրա։ Ուրեմն ամբողջ Եվրոմիությունը այդ երկրները, որոնք օգտվում էին գազամուղից եւ նավթամուղից, ամբողջ եվրոպական երկրները, այդ թվում ՄԱԿ-ի տերությունները միշտ հորդորում էին ոչ թե
մտնում էին, որ կանխեին ցեղասպանությունը հայերի նկատմամբ, այլ հորդորում էին հանգստություն, համերաշխություն, խաղաղություն։ Բացի հորդորից բացի նրանք ոչ մի քայլ ձեռնարկեցին, որպեսզի կանխեին հայերի ցեղասպանությունը 20 թվականին։ Չարեցին ոչ մի բան։ Այդ դա, եթե Հայաստանը նույնիսկ տարածքներ գազամուղն ու նավթամուղը եւ մեգաչարի գեսը, իրանք իրենց կմեղադրեին։ Կասեին մենք ոչ թե պետքա հորդորեինք, այլ պետքա միանգամից կանչեինք Բաքվի բռնապետին եւ Թուրքիայի բռնապետին, պատժեինք, որ միանգամից դադարեցվեր ցեղասպանությունը հայերի նկատմամբ։ Այդ դա էր կարևորը, դա էր հիմնական պատճառը։ Եթե դրանք խառնվեին, կանխեին, դա ուրիշ հարց, բայց դրանք վտանգ չեմ տեսնում, որովհետեւ իրաց հորդորներով 4000-ից ավել հայ ցեղասպանվեց եւ բռնաբարվեց եւ Հայաստանի տարածքները ոչնչացվեց, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային բոլոր եկեղեցիներն ու բոլոր ուշաքարերը վերացվեցին, հավասարացրին հողին։ Այդ դա էր բանը։ Այդ թող Եվրոպան մտածի դրա մասին, որ հորդորելուց բացի պետքա կոնկրետ քայլեր ձեռնարկեցի։ Այս կամ այդ փոքր անօգնական պետություններին աջակցել եւ իրավական աջակցություն ցուցաբերել եւ կանխել նախագահել ոտնձգությունները գերտերությունների կողմից։ Եվրոպան կոնկրետ քայլեր ձեռնարկեց հենց Ուկրաինայի պարագայում եւ արդեն պատերազմը քանի տարի է շարունակվում է եւ զոհեր։ Մեր պարագայում ինչ պետք է լիներ։ Մենք ավելի քիչ էինք, ավելի փոքր էինք։ Դա մանավանդ մենք ունենք մեծ սպուրգ ամբողջ աշխարհում ենք։ Ամենահզոր խաղակարտը։ Չարեց Եվրոպան դες Ուկրաինայում փողերը որ հավքում են, զենքերը որ մատակարարում են 3 տարի շարունակ։ Թող դրա 0.01% ապահովել են Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին ցեղասպանությունից փրկելու համար հայերին, երկրորդ ցեղասպանությունից։ Զենքով պետք է լիներ, թե պատժամիջոցներ պետք է։ Դրա համար պետք է անել, միջև որ ասում է, ցավացնես իրաց եւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհին չի կարող հարցը լուծվել իօքուտ հայերին։ Ռիսկը հաղթանակի կեսն է։ Չվախենալ հայեր, առաջ։ Եթե հիմա հաստատված մի առասե, մենք սկսենք առաջին հերթին դա կլի։ Եթե նույնիսկ պետությունից ցանկանա, մեկ պարտիզանական ջոկատներով եւ կանենք ամեն ինչը, կտրակցնենք այդ գազամուղներ, նավթամուղներ, մի բան էլ ավել։ Լսենք, մեր զանգերը շատ են, պարոն Սարգսյան։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք, եթերում եք դուք։ Փորձեմ մյուս զանգը վերցնել, շատ են։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև պարոն Սարգսյան, բարև Մարի։ Ես իմ սատարումն եմ հաղորդում պարոն Սարգսյանին, որտեղ ինքը ճիշտ է ասում, այն հեռուստադիտողները, ովքեր որ մեղադրում են կամ պատճառներ են բռնում, այդ իրենց պատճառները բոլորովին տեղին չի։ Ես ավելացնում եմ, որ Հայաստանն է վերաբերյալ ազգերի լիգան որոշում է կայացել 20 թվականի դեկտեմբերի 10-ին, որ Հայաստանի տարածքը 70,551 քառակուսի կիլոմետր է, որը կարող է դառնալ 214,000 կիլոմետր քառակուսի, որովհետև ուդրույսը նկայացնում է իր ավարար վճիռ։ Այնպես որ մեր բոլոր ղեկավարները, բոլոր պրեզիդենտները եւ ներկայիս վարչապետը ոչինչ չեն արել այդ փաստաթղթերը իրագործելու համար։ Նրանք դա անտեսել են եւ նույնիսկ կարող եմ ավելացնել, որ հիմա էլ հայդատը, դաշնակցությունը, մյուս կուսակցությունները այդ հարցը չեն ուզում հեչը լսել։ Լավ, հասկանալի, հասկանալի։ Ես խոսել եմ բոլորի հետ եւ նրանք ուղղակի իրենց ծրագրում չունեն, որ Հայաստանի այս փաստաթղթերը մեջտեղ բերեն, այդ հզոր փաստաթղթերը, եւ դրանով կարողանան լուծել Հայաստանի։ Շնորհակալ եք։ Քանի որ բոլոր հարցերը հիմնականում եւ դիվանագիտության է վերաբերվում, պարոն Սարգսյան, երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին պատասխանեց, որ հայ-ադրբեջանական բանակցությունները եւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը փակուղի չի մտել։ Ամեն դեպքում նրանք կառաջարկեն Ադրբեջանին եւս կրկին ստորագրել եւ ասում էր, որ Ադրբեջանի համար անսպասելի էր, որ մենք կհամաձայնվենք գնալ այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ կրակոցներն էլ են կարծես թե դրա հետ կապված։ Տեղն ու վայրը դեռ չի որոշվել, համաձայնագրի տեքստը հանրությունը չի իմանում ինչ պետք է լինի։ Այս իրավիճակում դիվանագիտական հարաբերությունները, դիվանագիտական այս գործողությունները համարում եք, որ կիսատ են, թերի են։
Նորից եմ Որն է այստեղ ելքը համախմբման մասին խոսել, կարծես թե դեռ չենք կարողանում։ Գյումրի ընտրությունների հետ կապված արդեն տեսնում ենք ինչպիսի ընթացք է անհարգալից։ Մի խոսքով չեմ ուզում այդ ընտրություններին, բայց ամեն դեպքում հանրության շրջանում չկա այդ համախմբման, այդ մեկ գաղափարի շուրջ հավաքվելու կարծես թե պատրաստակամությունը։ Ուրեմն հարգելիս, տես այսօր Հայաստանի քաղաքական դաշտը լղոզված է եւ քաղաքական դաշտը ասենց ամեն ոք Տես քանի մի հատ խնդիր է, հասարակ բան, Գյումրիում ընտրությունները, չէ, քաղաքապետի ընտրությունների, ավականու ընտրությունների համար 9 տեխնացու կա եւ տարբեր ուժեր, տարբեր բաներ։ Այս փոքր երկերը որը մեկ տեխնացուի համար Ալեն Սիմոնյանն ասում էր Վարդանիկի տեղը բանտն է։ Այս փոքր պետության մեջ իրավունք չուներ այդքան կուսակցական խաղեր լիներ, իրավունք չուներ այդքան մարդիկ տես, օրինակ քաղաքական գործիչները, կուսակցությունները, ովքեր որ ցանկանում են գալ իշխանության, ուրեմն նրանք գեղեցիկ խոստումներ, գեղեցիկ ամեն ինչը անպագորկոր ճառերով, անպագորկոր բարերով մատուցում են ժողովրդի դիմիամից ժողովուրդը, որ ինչ հասկանա, ինչը ոնց է, իրոք որ գա դա բանկանի թե չէ։ Ուրեմն այս սրանք գալով իշխանության այդ կեղծ ֆենոմենով եկող իշխանությունները երկիրը քանդում են, երկիրը թալանում են եւ կանգնեցնում են երկիրը կրախի առաջ։ Այսօր դες այս խնդիրն է կանգնած Հայաստանի Հանրապետությունը պետքա արգելվի բոլոր կուսակցությունների, երկու կուսակցություն պետքա մնա Հայաստանի Հանրապետությունում առաջին։ Երկրորդը, ուրեմն հարգելի Մարի, դες խնդիր չկա, նախկինները, ներկաները եւ այլ բոլորը մեկը մյուսին բան է։ Ուրեմն նախկին բանը իշխանությունը բերում է նոր իշխանության իր հաջորդին։ Չի կարող պատահ, եթե նախկինը չաջակցի չօգնի, տես խնդրեմ Միրա Պողոսյանի հարցազրույցը, որ Նիկոլ Փաշինյանի կանչել են, ասել են Սերժ Սարգսյան, ասել է ընտրեք, մի տարի հետո սիկտիր կանենք եւ այլ, տես Ուրեմն նախքին է բերում ներկա իշխանությանը եւ դրա կծորդ է եւ ներկա իշխանությունը չի կարող խնդրեմ 7 տարի դատավարություններ է գրում որովհետեւ մեկը դատվել է որովհետեւ ուրեմն միլիարդները թալանած միլիարդները Հայաստանի Հանրապետության որովհետեւ մեկը վճարել է ուրեմն միլիարդերի փոխարեն 0.001% վճարում են ասում տես վճարեց բրծակ ուրեմն հարգելիս Հայաստանի Հանրապետության սահմանադրության 10-րդ հոդվածը ասում է Հայաստանի Հանրապետության ընդերքը Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետության հոսանքը, Հայաստանի Հանրապետության փոստը, Հայաստանի Հանրապետության օդանավակայանը եւ իր կատգիծը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, իսկ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականություն են, թե օտարված են բոլոր բան եւ օտարված են այլ ինչ պայմաններով հարգելի Մարի, երբ որ 1992-91 թվականին այդ չարաբաստիկ վաուչերները մցրեցի ժողովուրդը չհասկանալով ամեն ինչի տակ, ուրեմն եկա զավոդները, եկա հսկա գործարանները գործող 10 հատ 20 հատ վաուչերով սեփականաշնորհել են։ Ուրեմն դա էլ պետքա վերադառ։ Ուրեմն այս երկրի ղեկավարը, հաջորդ ղեկավարը պետքա լինի։ Ընդ որում ասում են զինվորական ղեկավար։ Զինվորական պետքա լինի ղեկավարը։ Հարցը մեր հերոստատիողը կարող է լինել։ Զինվորական պետքա լինի ղեկավարը, որ գիծե գծի զինվորական օրենքներով։ Ուրեմն կարգ ու կանոն լինի բոլոր տեղերը, ոչ թե հիմիկվա նման բարդակ, ոչ մի բան մեկը մյուսին կոնտրոլ չկա։ Լուտես ասում ենք, ընդունենք, սովետական միության ժամանակ, երբ որ գնում էր մեկը մյուսին կոնտրոլ կար, հսկում էր։ Եթե գնում էր խանութի ինչ-որ բան գնելու, քեզ վաճառողի խափում էր, ուրեմն ասում էր, հեսա վարիչին էլ եմ այդ կանչի, զգաստանում էր։ Եթե վարիչը ինչ-որ ցեկային բարեկամ ուներ մի քիչ հաբրկած էր, ասում էր, հեսա գնալու եմ ռայկոմ։ Զգաստանում էր, ռայկոմը խափում էր, եթե դա մի քիչ հավերգած էր քարտուղարը կամ որովից մեկը գնում են ցեկա, գնում են Մոսկվա, մեկը միսին սպաշապիկ էր, հարգելի Մարի, որոշ տեղ վախի մթնոլորտ կար, միանգամից լուծվում էր հարցը։ Ժողովրդավար պետություն է։ Այսօր հարգելիս, այսօր վախի մթնոլորտ չկա։ Ոչ մի բան։ Վախի մթնոլորտ էլ պետք է կոնտրոլ չկա։ Զսպաշապիկ չկա, օրենքի ուժ չկա, օրենքի գերակայություն չկա երկրում օրենքը։ Քաղաքացին իր իրավունքները չի կարող լիիրավ օգտագործի։ Ինչ օգտագործի։ Մի հատ մոնոպոլիստերի կա, ասում է, «Էս իմ սեփականն է»։ Անում ես, չէ, հրադետ քաշի գնա, դով ես արա եկես ինձ կարկադրում ես։ Իմ ոչ ուզում եմ անում եմ։ Չկա վերահսկող մեկը միսի նկատմամբ օրենքի գերակայություն չկա երկրում։ Պարոն Սարգսյան, այս դեպքի հետ կապված օրենքի գերակայություն ձեզ էլ են կարծես թե այս վերջի շրջանում ներկայացնում։ Այո, մեզ ուրեմն 19 տարի հարգելի Մարի, ուրեմն այդտեղ տեղակայված էր 20 հատ ռազմահայրենասիրական կազմակերպություններ, ովքեր դա նախկին զինկոմիսարիատ տեղի հանրապետական եւ հանրապետական զինկոմիսարիատը, որ տեղափոխեցին մոնումենտ, ուրեմն այդտեղ 2007 թվականին տեղակայեցին
20-ից ավել ռազմահայրասական կազմակերպություններ, ովքեր որ բանակի համար էին աշխատում եւ մարտական հերթապահություն իրականացնում։ Ուրեմն 2024 թվականին Գուրքի կոմիտեն, Գուրքի կառավարման կոմիտեն ապօրինի վթարեց բոլորին, առանց որևիցե տեղ տրամադրելու։ Վթարեց, որպեսզի այդ շենքը դրեն վաճառքի։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում այսօր բոլոր շենքերը մոնոպոլիստները, բոլոր կենտրոնական շենքերը գնում են եւ դրա տեղ նորակառույց շենքեր են պատրաստում, այս երկիրը, այս քաղաքը փոխարեն ընդարձակեն, լայնացնեն, наоборот, մյուս քաղաքների պես, որ լինի մայրաքաղաք Երևան, միջև Էշմիածին լինի Երևան, միջև Մասիս լինի Երևան, միջև Արտաշատ լինի Երևան, միջև Աբովյան լինի Երևան, միջև Աշտարակ լինի ընդարձակված Երևան, ոչ թե հրաժողով տներ է սարքում, էլիտար Հայաստանում շնչելու տեղ չկա, Աստված մի առասի, մի փոքր ցնցում երկրաշարժ հազարավոր մարդիկ են զոհվելու հենց Երևանում, Երևանի կենտրոնում մնում են փլատակների տակ։ Չի կարելի Երևանը, ասած, գիտես ոնց, ամեն մի մետրի վրա նորակառույց շենքեր կառուցել ու բազմահարկ շենքեր։ Այսա սխալն է, այդ ճարտարապետական եւ քաղաքապետերի եւ ամեն ինչի, բոլորը պետքա պատասխանատվության ենթարկվեն։ Իրենց անօրինական գործելու համար, այս ավետած երկիրը կրախի կանգնեցնելու համար, այս հպարտ ժողովրդին նսեմացնելու, ստրկացնելու համար։ Միանշանակ այս ազգը պետքա ծաղկի։ Այս ավետած երկրի պետքա ծաղկի Տիկին Մարի։ Բոլոր համայնքապետերը, ղեկավարները պետքա լինեն ռազմական մասնակիցներ, եթե ոչ զինվորականներ, պարտադիր պետքա լինեն։ Ես ողջունում եմ, ու այս ազգը պետքա լինի։ Պետքա անպայման մետաքսի ճանապարհ անցնի Հայաստանով ու Հայաստանը օրորի ծաղկի։ Կովկասում Հայաստանը պետքա լինի այս ավետած երկիրի ամենածաղկած երկիր։ Միանշանակ հավաստիացնում եմ։ Եթե ճիշտ աշխատենք ու մեր բանը պահենք մեր տեղը ու ամբողջ մտավոր կարողությունները աշխարհից բերենք Հայաստան ու Հայաստանը դառնա ամենագերտերություն եւ ռազմական, եւ սոցիալական, եւ տնտեսական, եւ իրավական ոլորտներում։ Պարոն Սարգսյան, ընդամենը 2 րոպե ժամանակ ունենք։ Միացյալ Նահանգները զորավարժություններ պետք է անցկացնի այս ամառ եւ երկշաբաթյա այդ զորավարժությունների ժամանակ բավականին մեծ տեխնիկա է գալիս, ինչպես է գնահատում։ Որոշ չափով հույս է ներշնչել այդ զորավարժությունները Հայաստանի Հանրապետությունում եւ Տիկին Մարի ասեմ որ այնքան էլ բան չի դա որ կարողանա պրոստո մի փոքր շղարշ է Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ այդ զորավարժությունները մեկ ասեք որ բերում են այս զենքը նորից զորավարժություն անում են հետ են տանելու չեն թողում Հայաստանի Հանրապետություն բայց եթե բանտես մի հատ բան ասեմ երբ որ մենք կեցիկ ռազմական փոխհամագործակցության համաձայնագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ուրախացանք բանը պարտացանք եւ ասեմ նույն բանը ինքը կնքելա բանի հետ Ռուսաստանի հետ նույն բանը կնքելա Վրաստանի հետ նույն բանը կնքել Ադրբեջանի հետ ավելի հզոր կետերով քաստի Հայաստանի Հանրապետության հետ խնդրեմ վերցրեք պայմանագիրը ռազմական համագործակցության պայմանագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայաստանի եւ վերցրեք Վրաստանի ԱՄՆ-ի վերցրեք Ադրբեջանի ԱՄՆ-ի եւ տեսեք տարբերությունը ինչքան է հզորության տարբերությունը մենք պետք չի այդքան պարծենանք պետք է աշխատենք դիվանագիտական աշխատանքները բոլոր ոլորտում դեսպանները ոչ թե բիզնեսով պետք է զբաղվեն այլ պետք է աշխատեն յոքուտ Հայաստանին կազմակերպեն այդ հայկական բանում համայնքներում կազմակերպեն բոլոր բաների համար պիկետներ ակցիաներ յոքուտ Հայաստանի հայկական հարցերությունում գոտում կրակոցներից պետք է խոճապի մատնվենք թե դրա կարիքը չկա կրակոցներից խոճապի պետք չի մատնվել պետք է հակահարված տալ համապատասխան կրակոց եղավ այդ դիրքը միանգամից դնում գնդակոծում են այդ դիրքը հավասարացնում են հողին, որպեսզի թշնամի չհավասարվի նորից ոտեցություն։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սարգսյան, այսօրվա մեր հաղորդման համար հետևենք զարգացումներին։ Մենք հզոր ենք եւ հզոր կմնանք հայ ազգ։ Թոթափեքս ու վայրասունը իզենի գործ։ Մենք այս հզոր ազգը չի կարող մատաղացու գար լինի այս ավետած երկիրը։ Փառք մեր ազգի, փառք մեր բարակին։ Թոթափեք դուխտեր եւ միաստական, միացեք բոլորս։ Շնորհակալություն ևս պարոն Սարգսյան։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։